Ես ստեղ եմ ծնվել, ստեղ է արդեն 67 տարի ստեղ կաբրեմ։ Այդքան ժամանակ այստեղ ապրել եք, շատ են եղել խոսակցությունները գյուղը տեղափոխելու, ձեզ բնակարան տալու մասին։ Հիմա, այսպես ասած, ունեք այդ հույսը, որ երբեք Այդ հույսով կաբրենք, էլի։ Այդ հույսով կաբրենք, տեսնենք, կամ մենք կտեսնենք, մեկ քանի սերունդ այդ հույսով ապրե, բայց չի տեսե։ Հեշտը մերն է, տեսնենք, կամ մենք կտեսնենք, կամ էլ չենք տեսնի։ Շատ են ձեր գյուղից գնացողները։ Դե գյուղում գնացողները շատ են, բայց գյուղի գրանցում ունեն, էլի, եթե գյուղի շինարարությունը տները գյուղը պատրաստել, հավանական է բոլորն է վերադառնան իրանց ընտանիքների տները։ Այդ է հավանականությունը, թե չէ ուրիշ բան չկա։ Ձեր գյուղը նախկինում այստեղ նաև ադրբեջանցիներ էին, չէ՞։ Մեր գյուղում ադրբեջանցիներ չեն։ Հարևանություն արել եք ամեն դեպքում։ Աշխատողներ ունեցել ենք։ Սովետական ժամանակ կոլխոզ-սովխոզների ժամանակ աշխատել են ադրբեջանցիները, դեռ կողքի գյուղն է ադրբեջանականները, բայց մեր գյուղում բնիկ ապրող չի եղել։ Իսկ ինչպես էր հարաբերությունները իրենց հետ, շփում էիք, չէիք շփում։ Դե ում է որ աշխատել ենք, շփել ենք, դե ընդհանրապես պես եղել։ Աշխատանքի վայրում շփում եղել է, բայց աշխատանքից դուրս ինչ չկա։ Սովորական առօրյա կյանքով, իրանք իրենց կյանքով մենք։ Լսել եք, որ ադրբեջանցի փախստականներ պետք է վերադառնան Հայաստան, այդ հարցը բարբերաբար այսպես օրակարգ է մտնում։ Նախ թող իրանք հələ առաջնահերթ հարցը բարձրացնեն Սումգայիթյան չարտերից, Բաքվից, ինչքան հայություն է փախել Հայաստան։ Նոր հարցը լուծեն, նոր հարցին անդրադառնան։ Հիմա պատկերացնում եք ադրբեջանցիների հետ հարևանություն Չի եղնի, դիք սուտ է, դիք սուտ կեղնի։ Յուրաքանչյուր 5 տնից 4-ը Ղարաբաղյան պատերազմների ժամանակ զոհ ունեցել։ Դե արեք այդ մարդուն համոզեք, որ ադրբեջանցի հետ հայտ ու համերաշխ ապրեն։ Խոսք է գնում ճանապարհների ապաշրջափակման մասին։ Դե արդեն կառավարությունը ինչ է որոշի թողեն, արդեն զզվել ենք այդ խոսակցությունները։ Տեսակ, որ Բաքվից բենզին է հասել Հայաստան, ավելի էժանով բենզին է հասել Հայաստան։ Ով որ բերել է իր աչքը լուծում, մեզի օգուտ կա։ Ինչպես եք վերաբերվում, որ այդպես ապրանքներ եք Ես այդ քաղաքականության հետ գործ չունեմ։ Իրանք թող իրանց քաղաքականությունը վարեն, բայց թշնամուն պետք չէ զինեն։ Ասում են էժան է, ավելի ձեռնտու է։ Չգիտեմ, դե ես ոչ մեքենա քշեմ բենզինո, ոչ ինձ հետաքրքիր է։ Ձեզ որ հետաքրքիր է մեր գյուղը սարքեն, նորմալ տուն ունենանք, էստան կապրենք մեզ համար, տարի մեկ 10 տարի, ինչ որ դա ապրենք, նորմալ ապրենք։ Այդ քաղաքականությունները թող իրանց պահեն։ Դու էլ իրանք ինտեղ կուզեն վերջում որոշեն։ Քանի անձով եք ապրում։ Ներգազրությամբ 3 անձ։ Ինչով եք զբաղվում։ Անասնապահություն է, առողջական սպառ է, չեմ կարող, այսինքն այս թոշակառուին ինձ աշխատանք չեն տա։ Իրանք թող մտածեն թոշակառուների թոշակը մեկ քանի դրամով բարձրացնեն։ Ոչ թե ինգել են բենզինը բերենք, այս կբերենք, այն կբերենք, ինձ չէ։ Փաշինյանը ասում է, եթե ավելացնենք թոշակները, մարդիկ չեն իմանա ինչպես ծախսեն այդ ավելացումը։ Կարող է իրանց աշխատավարձները ինքան շատ է, ու իրանք չգիտեն ինչ է իրանց գումարը ծախսեն, բայց ես 36,000 դրամ թոշակ կստանամ եսով, այդ 36,000 դրամից 30,000 դրամը մենակ ընձի ամսական տեղի փողի հերիք չեն։